Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ սա էլ այն դեպքերից է, որ մենք պետք է ի վերջո ուժ ունենանք ասելու, որ մենք որպես հանրություն այս թեմաների հետ կապված ունենք գիտելիքի պակաս։ Հասկանանք, պարզ գիտելիքի պակաս, որովհետև ինչա բռնություն, հա թվում է թե շատ պարզ հարց է, ինչա բռնություն, բայց պարզ հարց չի, որովհետև ես ասում եմ, ես հասուն տարիքում, շատ հասուն տարիքում եմ ինձ համար արձանագրել այդ թվում ոչ թե այդ թվում, այլ բանի արդյունքում այդ հա կրթական, այսինքն ընթերցանության, այլ իրավիճակների եւ այլն, որ բռնությունը միայն ֆիզիկական կոնտակտով չի ֆիզիկական ներազդեցությամբ չի արտահայտվում, բայց էլի երբ որ մենք խոսում ենք գենդերային խտրականության եւ քաղաքականության մասին, ես ինչ ասվում է ընդունում եմ եւ ես դրա վրա եմ նաեւ ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ մենք այդ թվում տարբեր քաղաքական նպատակահարմարություններով, բայց հիմա նաեւ խորը գիտակցելով կամ որոշակիորեն գիտակցելով, մենք կենտրոնացած ենք կանանց հետ կապված խնդիրների վրա, ես մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ գենդերային չի նշանակում միայն կանանց, այլ սեռով պայմանավորված տղաների նկատմամբ էլ մենք ունենք բռնության շատ լուրջ, այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խնդրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է, եւ մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պետք է բան կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բան է, կասեն էս ինչի է ասենց։ Եվ դա բարեբախտաբար փոխվում է, բայց դա փոխվում է միայն կրթության շնորհիվ։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա, եւ մեր, եւ երեխաների, եւ հանրության, եւ միայն կրթության շնորհիվ, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Բայց ելի եմ ասում, ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել։ Այս պետք է մենք խոստովանենք։ Ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել եւ այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին։ Որտեվ ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մտնել, որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։ Եվ մենք չենք գիտակցում այս խնդրեմը, եւ այս խնդրեմը ոչ մեկը չի բերելու մեր օրակարգ, մեր ոչ մի միջազգային գործընկերներ գենդերային կանանց իրավունքները բերելու են, ինչը լավ է, շնորհակալ ենք, մենք արձագանքում ենք եւ լիարժեք սպասարկելու ենք այս օրակարգը, բայց երկրորդ օրակարգը ոչ մեկ չի բերելու մեր սեղանին չի դնելու, որովհետեւ դա մեր խնդրեմն է եւ մենք պետք է առերեսվենք։ Իմ ասածն այն է, որ երբ որ մենք ասում ենք գենդերային խտրականություն, այո, մենք ճիշտ է առաջին հերթին, բայց այս երկրորդ հատվածում չմոռանանք, որովհետև այդ նույն բանակի մասին, որ անընդհատ խոսում ենք, ու վերջում ասում ենք, վայ, բա ուր է նայում ռազմական ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները, մենք պետք է հետ գնանք, հասկանանք, որ այդ պատմությունը սկսել է շատ ավելի վաղ։ Երբ որ դա նկատմամբ միջավայրի նկատմամբ բանակում խնդիրների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղք լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ, որ բանի 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ որ բան խլելու կուլտուրան է,
եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել հետո բա ոնց եղավ հենց այդտենց եղավ ժողովուրդ ջան ես դրա համար եմ ասում եւ այս թեմաների հետ մենք ինչքան հրապարակային այդքան չենք աշխատում բայց ոչ հրապարակային շատ մանրակրկիտ ենք աշխատում եւ այդ աշխատանքի արդյունքում է որ ես եկել եմ եզրակացությամբ, ասում եմ բանակում արկա խնդիրների 90%-ը բանակի հետ ոչ բանակը 2 տարին է ընդամենը ժողովուրդ ջան։ Չի կարա 2 տարում այդքան խնդրեմ ձևավորվի։ 90%-ը կապված չեն բանակի հետ։ Կապված են բանակին նախորդող եւ հաջորդող շրջանի հետ, որը հետ ու առաջ այդ ազդեցությունը ունենում է։ Այստեղ զուգահեռ նաեւ հարց բարձրացվեց, նաեւ նույն զինծառայության հետ կապված թե բա սրա ոնց ենք նայում այստեղ գենդերային խտրականության հարց կա թե չկա այո կարծում ենք որ կա եւ նաեւ այդ է պատճառը որ մենք հիմա ջանքեր ենք գործադրում որ կանանց համար կամավոր ժամկետային պայմանագրային դենց մի հատ հիբրիդային անուն ենք մտածել որ նաեւ այդ խնդիրը լուծենք եւ սա հարցերի շատ լուրջ կոմպլեքս է շատ լուրջ կոմպլեքս է, որովհետև այն որ ներողություն եմ խնդրում, ընտանիքի խնամքի ենթակա անդամին պետքա խնամքով զբաղվում է 99%-ով կինը կապ ունի նրա հետ, որ զորակոչվում է միայն տղամարդը։ Չի կարա կապ չլինի։ Չի կարա կապ չլինի։ Եվ իմ ասածն է որ խնդիրները շատ ավելի խորն են։ Եվ մենք այս խնդիրներին չպետք է նայենք բանից, այդ ինչա դրսի աշտարակներից։ Մենք մեր ներսում պետք է բավարար ուժ ունենանք առերեսվելու, հասկանալու ինչի ինչոց է, ինչի ինչի հետ է կապված, եւ ելի եմ ասում, մեր խնդիրների պետք է տեսնենք ինչպես է արտահայտվում մեր որոշումները մեր խնդիրների հետ, եւ ելի ուզում եմ այդ օրակարգի մասին խոսեմ։ Եվ այստեղ էլ ընդ որում, երբ որ մենք այսպես ասած արտաքին բանից ենք այսպես պայմանական ասած արտաքին պերիսկոպից ենք նայում մեր բաներին, թվում է թե այս ամբողջ խոսակցությունը մեր տրադիցիաների, մեր ինքնության դեմ է եւ իրականում մենք պետք է մեր ներքին բաներից, մեր ներքին դիտանկյունից նաև դիտենք, իհարկե նաև միջազգային կոնվենցիաները եւ գործակցությունը մեզ շատ օգնում է այդ հարցում, որովհետեւ երկրներ կան, որ այդ ճանապարհը անցել են։ Հա, մեզ էդ էլ է հաջորդ կարևոր հանգամանքը։ Մեզ թվում է, թե օրինակ են բերում շատ եվրոպական երկրներ, ասենք ոմանց թվում է, թե իրանք տենց միջնադարից սկսած այս նույն ձևի են եղել, ոչ, այդպես չի։ Այս բոլոր երկրները այս նույն բան ճանապարհը անցել են, այս նույն խնդիրներն ունեցել են, բոլոր երկրները։ Եվ սա էլ է շատ կարևոր առանձնահատկություն եւ ընդգծում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։